թեման վայական անդամի լրացումներ շարքից։ Խնդիրներ։ Խնդիրներ կոչվում են նախադասության վայական անդամի այն լրացումները, որոնք ցույց են տալիս գործողության կատարման առարկաներ։ Օրինակ, փոքրիկ տղան մի վարդ տեսավ մի վարդ դաշտի միջին, վարդը տեսավ, ուրախացավ, մոտիկ վազեց սիրուն վարդին, ու անհամբեր տղան պոկեց վարդը դաշտի միջին, փուշը նրա ձեռքը ծակեց, բայց էլ չօգնեց քնքուշ վարդին։ Բանաստեղծության այս հատվածում վարդ, ձեռք, գոյականներն առնչվում են տեսնելու, պոկելու, մոտ վազելու, օգնելու գործողություններին։ Բայց եթե փոքրիկ տղան մի վարդ տեսավ, պոկեց վարդը, փուշը նրա ձեռքը ծակեց, արտահայտություններում վարդ, ձեռք առարկաները անմիջականորեն իրենց վրա են կրում գործողությունները, ապա մյուս երկու արտահայտություններում մոտիկ վազեց սիրուն վարդին և բայց էլ չօգնեց փշոտ քնքուշ վարդին արտահայտություններում վարդ առարկան անուղղակիորեն է կապված գործողությանը։ Ահա թե ինչու խնդիր լրացումները միատեսակ չեն լինում։ Նրանք լինում են ուղիղ և անուղղակի։ Ուղիղ խնդիր կամ կրող խնդիր։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը, փոշի սրբով, լվաց քանով, անվերջ դատով, անվերջ բանով այս ձեռքերը։ Բանաստեղծության մեջ քար, սար, փոշի բառերը ուղիղ խնդիրներ են, իրենց վրա են կրում ենթակայի կատարած գործողությունը։ Քննարկենք մեկ այլ օրինակի վրա։ Հիմա դու լսում ես իմ ձայնը։ Դու ենթակա լսում ես ստորորյալ, լսում ես ինչը ձայնը, նախադասության ուղիղ խնդիրն է։ Ուղիղ խնդիր ունենում են ներգործական սեռի բայերը, այսինքն այստեղ լսում ես բայը ներգործական սեռի բայը։ Ուղիղ խնդիրը սովորաբար դրվում է հայցական հոլովով։ Ձայնը ուղիղ խնդիրը այստեղ դրված է հայցական հոլովով։ Ուղիղ խնդիրը պատասխանում է ում, ինչ, ինչեր, հարցերին։ Քամին քշում է ծառի տերևները։ Քամին ենթական կատարում է գործողություն, քշում է ինչը տերևները։ Քամու գործողությունը անցնում է տերևներին, քամին ներգործում է տերևների վրա։ Այստեղ ունենք ներգործական կառույց և ունենք ներգործական սեռի բայ, որն է քշում է։ Շփոթեցնում է այն հանգամանքը, որ ինչ, ինչեր հարցերին պատասխանում է նաև նախադասության ենթական, քամին։ Այդ դեպքում նախ գտնում ենք նախադասության ենթական, որը կատարում է գործողությունը, ապա նոր լրացումները։ Այգեպանը կտրում է ծառերի ավելորդ ճյուղերը։ Նախ գտնում ենք նախադասության ենթական, այգեպանը կտրում է ծառերի ավելորդ ճյուղերը, այգեպանը ներգործում է ճյուղերի վրա։ Նորից ունենք ներգործական կառույցի նախադասություն, ինչպես նաև կտրում է ներգործական սեռի բայ։ Ճյուղերը կրում են այգեպանի կատարած գործողության հետևանքը։ Երբեմն առարկան գործողությունը կրում է ոչ թե ամբողջովին, այլ մասամբ։ Օրինակ, մենք լսում ենք ժամանակակից երգահաններից մեկի ստեղծագործություններից։ Այսինքն, լսում ենք ոչ թե բոլոր ստեղծագործությունները, այլ նրանց միայն մի մասը։ Ստեղծագործությունները լրացումը կոչվում է մասնական ուղիղ խնդիր։ Մասնական ուղիղ խնդիրը դրվում է բացառական հոլովով և պատասխանում է
ինչից, ինչերից հարցերին։ Ինչպես է արտահայտվում ուղի խնդիրը։ Ուղի խնդիրն արտահայտվում է գոյականով, օրինակ, դու կատարում ես իմ հանձնարարությունը, կատարում ես ինչը, հանձնարարությունը, ուղի խնդիրը արտահայտված է գոյականի հայցական հոլովով։ Կարող է արտահայտվել նաև գոյականական դերանունով, օրինակ, քո քույրիկն անչափ սիրում է քեզ, քեզ ուղի խնդիրը արտահայտված է գոյականական դերանունով։ Կարող է արտահայտվել նաև գոյականաբար գործածված այլ խոսքի մասերով, օրինակ, լռիր, որպեսզի չարթնացնես քնածներին, քնածներին ուղի խնդիրը արտահայտված է հարակատար դերբայով։ Սակայն մենք գիտենք, որ ում հարցին պատասխանում է նաև հատկացուցիչը, տարբերելու համար պետք է ճշտել լրացյալը։ Եթե այն գոյական է, ուրեմն ում հարցին պատասխանող բառը հատկացուցիչ է, այսպես, ում հանձնարարությունը, իմ հանձնարարությունը, ուրեմն իմ բառը հատկացուցիչ է։ Իսկ եթե լրացյալը բայ է, ուրեմն ում հարցին պատասխանողը խնդիր է, այսպես, քո քույրիկն անչափ սիրում է քեզ, սիրում է ում, քեզ բառը ուղի խնդիր է, այն լրացնում է, սիրում է ստորոգյալին։ Այժմ փորձենք պարզել, թե ինչով են արտահայտված ուղի խնդիրները տրված նախադասությունների մեջ։ Կարդանք. նրանք անսպառ հետաքրքրությամբ լսում էին ծերունու պատմածը։ Պատմածը ուղի խնդիրը, անդեն բայ է, հարակատար դերբայ։ Ես զգացի անսահման ուրախություն։ Ուրախություն ուղի խնդիրը գոյական է, դրված է հայցական հոլովով։ Այդ անձնազոհ արարքի համար երկուսին էլ արժանացին մեծ պատվի։ Երկուսին ուղի խնդիրը գոյականաբար գործածված թվական է։ Եվ հաղորդեցին Կոմիտասի երգերից մասնական ուղի խնդիրը արտահայտված է գոյականի բացառական հոլովով։ Ինչ վերաբերում է անուղղակի խնդիրներին, նրանք մի քանիսն են։ Նրանցից ներգործող անուղղակի խնդիրը անմիջականորեն կապված է ուղի խնդրի հետ։ Անդրադառնանք մեր ուսումնասիրած ներգործական կառույցի նախադասություններին, քամին քշում է ծառի տերևները։ Արդեն գիտենք, որ քամին կատարում է գործողություն, քշում է, ներգործում է տերևների վրա և ունենք ներգործական կառույց։ Եթե ենթական դարձնենք լրացում և լրացումը ենթակա, կստացվի հետևյալ պատկերը։ Ծառի տերևները քշվում են քամուց։ Տերևները և քամին փոխադարձաբար փոխեցին իրենց տեղերը։ Ստացվեց տերևները ենթակա, քշվում են ստորոգյալ, բայց արդեն գրավորական սեռի ստորոգյալ։ Քշվում են ինչից, քամուց։ Տերևները կրում են քամու կատարած գործողությունը։ Այստեղ ունենք գրավորական կառույց։ Ունենք գրավորական սեռի վայ, քշվում են։ Ներգործող անուղղակի խնդիրը պատասխանում է ումից, ինչից, ում կողմից հարցերին, արտահայտվում է սեռական հոլով գումարած կողմից կապակցությամբ, օրինակ իմ հանձնարարությունը կատարվում է քո կողմից, արտահայտվում է բացառական հոլովով, ծառի տերևները քշվում են քամուց, արտահայտվում է երբեմն նաև գործիական հոլովով, սենյակը լուսավորված էր արևի շողերով։ Եթե փոխակերպենք, կստացվի արևի շողերը լուսավորել էին սենյակը։ Փորձենք փոխակերպել տրված նախադասությունները։ Ամռան թեժ արևից խոտն այրվել էր։ Խոտը ենթական այրվել էր արևից։
ներգործող անուղղակի խնդիրը։ Փոխակերպենք. ամռան թեժ արևը այրել էր խոտը։ Արևը ենթակա այրել էր ստորոքյալ և խոտը ուղիղ խնդիր։ Արևը ներգործում է խոտի վրա։ Այստեղ արդեն ունենք ներգործական կառույց։ Ունենք այրել է ներգործական սեռի վայր, երբ որ առաջին նախադասության մեջ այրվել էր գրավորական սեռի վայրում։ Ավազանը բերնեբերան լցվել էր անձրևաջրով։ Ավազանը լցվել էր ինչով, գործիական հոլովով արտահայտված ներգործող անուղղակի խնդիր, անձրևաջրով։ Փոխակերպենք. անձրևաջուրը բերնեբերան լցրել էր ավազանը։ Անձրևաջուրի ենթակա լցրել էր ինչը ավազանը ուղիղ խնդիր։ Նորից ստացանք ներգործական կառույց, ենթական ներգործում է ուղիղ խնդրի վրա։ Այս տունը կառուցվել է հմուտ շինարարի կողմից։ Փոխակերպենք. հմուտ շինարարները կառուցել են այս տունը։ Կարծում եմ կմտապահեք այս նոր տեղեկությունը և ճիշտ կկիրառեք ձեր գրավոր և բանավոր խոսքում։ Ամփոփենք. Բայական անդամի լրացումները լինում են խնդիրներ և պարագաներ։ Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի։ Ուղիղ խնդիրը դրվում է խայցական, երբեմն էլ բացառական հոլովով։ Ներգործական կառույցը գրավորական դարձնելիս ուղիղ խնդիրը դառնում է ենթակա, ենթական ներգործող անուղղակի խնդիր, ներգործական սեռի վայրը գրավորական սեռի վայր։ Այսքանը։ Շնորհակալություն։